Իհարկե գործընկերներ, ակնհայտ է, որ հայ առաքելական եկեղեցու ներսում հոգևորականների ճնշող մեծամասնությունը ուղղակի կիսում այն օրակարգը, որը առաջ է քաշել վարչապետը, դա գերակնհայտ է, հիմա այսինքն երկու թեմի առաջնորդ հիմա, մի քանի քահանա վաղը, ու այսպես ձնագնդի էֆեկտով ակնհայտ է, որ բոլորն են խոսելու այս թեմայով, ու լրիվ ակնհայտ է, որ Կտրիշ Ներսիսյանը, դե ժողովուրդ ջան, մենք այստեղ շատ նորմալ իրար չընդհատելով զրուցում ենք, խնդրում ենք եկեք այդ ակնհայտ է նրանով, որ ընդդիմադիր մամուլը ստիպված է լինում օրը մի քահանայի, օրը մի թեմի առաջնորդի թիրախավորել, վիրավորել, այսպես շարունակ, ասենք, ակնհայտ է այդ դինամիկան, լրիվ ակնհայտ է, գերակը, բայց վերադառնամ ձեր հարցին, ոնց է ստացվում, որ իմ համար նաև ակնհայտ է, որ այդ մարդիկ, ովքեր որ հաշտ չեն, որոշակի ինֆորմացիոն բլոկադայի մեջ են Կտրիշ Ներսիսյանի կողմից դրված, ու իրանց համար իմ կարծիքն եմ ասում, ինչ որ կասեմ, իմ կարծիքով իրանց համար ինֆորմացիոն տեսանելիության հարց պիտի լուծեն կամ ուզում են լուծեն ու դրա համար ավելի վստահելի են տեսնում գուցե եւ իշխանական մամուլին։ Սլիվ են անում մայրաթորից։ Չեմ կարող ասել սլիվ են անում, ինչ են անում, բայց կարող եմ ասել, որ պարբերաբար, օրինակ, չգիտեմ, մենք էլ պարբերաբար նամակներ ենք ստանում, զանգեր ենք ստանում, եթե հանկարծ ձեր համար նորություն կլինի, էլի, շատ տարբեր մարդկանցից, որոնք դեռ այս պահի դրությամբ ոչ մի հանրային ակտիվություն չեն ցուցաբերել, բայց այդ ամեն ինչը լրիվ բերում ու հանգեցնում է այն մտքին, նորից եմ ասում, որ ակնհայտ է, որ հայ առաքելական եկեղեցու եկեղեցականների բացարձակ մեծամասնությունը ուղղակի կիսում է այն օրակարգը, որը առաջ է քաշել վարչապետը։